Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում իրավաբանական կլինիկա հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Նշեմ, որ այս հաղորդաշարի ընթացքում մենք անդրադառնում ենք իրավականի խախտումներին, քաղաքացիների այն դիմում բողոքներին, որոնք քաղաքացիները ներկայացնում են 31819, 31889 հեռախոսահամարներով կամ այցելում են Վազգեն Սարգսյան 4.1 հասցեով ներկայացնում կրկին իրենց բողոքները։ Այս հաղորդաշարի շրջանակներում ձեր հարցերին ինչպես նաև գլոբալ իրավախախտումների հետ կապված հարցերին կպատասխանի փաստաբան Կարեն Թումանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր կրկին մենք բազմաթիվ հարցեր ունենք հեռուստադիտողներից եւ այս անգամ փորձել ենք կոմպլեկտավորել հարցերը ըստ ոլորտների, որպեսզի ավելի ընդգրկուն եւ հեշտ լինի պատասխանելը։ Երևի սկսենք այնպիսի մի իրավախախտման դեպքից կամ ոլորտից, իրավախախտումների ոլորտից, որը առնչվում է քաղաքացիներին, ճիշտ է կարելի ասել ոչ շատ հաճախ, բայց ամեն դեպքում սա իրենից խնդիր է ներկայացնում եւ կարծես փակ թեմա է հասարակության համար։ Խոսքը վերաբերում է կալանքին եւ միջև դատարանի կողմից որոշված ազատազրկումը անձին կալանավորելու կամ խափանման միջոց ընտրելու հանգամանքին կան նման հարցեր, սակայն որպեսզի առանձին չանդրադառնանք, արեք ներկայացնենք այն բուն սկզբունքները, որոնք պետք է քաղաքացին գիտենա, ինչպիսի իրավունքներ ունի միջև դատարանի որոշումը իրեն բերման ենթարկելու կամ կալանավորելու կամ գրավճարելու եւ ազատազրկումից դուրս գալու համար։ Շատ լավ, ես հարցի բուն էությունը հասկացա, խոսքը վերաբերում է միջդատական վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելու հետ կապված հարցերին։ Սկսեմ նրանից, որ մինչև դատաքննությունը սկսելը, այսինքն մինչև գործը դատարան ուղարկելը, նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձին օրենսդրի լիազորել է, որպեսզի այն անձը, ով որոշակի հիմքերով մեղադրվում է որոշակի հանցագործություն կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել կամ մեղադրյալ է ներգրավել, նրա նկատմամբ պարտադիր ընտրվի խափանման միջոց։ Խափանման միջոցները քրեական դատավարությունում նախատեսված է սահմանափակ միջոցներ, դրանցից հիմնականում որ ընտրվում է դա ստորագրություն չհեռանալն է, զինվորական հանցագործությունների դեպքում հրամանատարության հսկողությանը հանձնելը եւ եթե արարքը միջին ծանրության է եւ ազատազրկում է նախատեսում 1-ից ավելի տարի, կամ որոշակի հիմքեր կան, որ անձը կարող է կատարել նոր հանցագործություն, խուսափել պատժից կամ խոչընդոտել նախաքննությանը, լիազորված է վարույթն իրականացնող մարմինը ներկայացնելու դատարան նրա նկատմամբ ընտրելու խափանման միջոց։ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոց կալանավորումը, եթե ընդհանուր բովանդակությունը մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այն կրում է բացառիկ, պետք է կրի բացառիկ բնույթ, այսինքն միայն բացառիկ դեպքերում պետք է անձին կալանավորեն, որպեսզի նա մինչև դատարանի որոշումը դատարանի կողմից կայացվող վերջնական դատական ակտը, այսինքն սահմանի պատիժ կամ արդարացնի նրան, այդ ժամանակ նա մնա անազատության մեջ։ Այսինքն կալանքը կիրառվում է այն դեպքերում, երբ հանցագործությունը ծանր է։ Ըստ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի սահմանված նորմերի թույլատրվում է կալանք կիրառել այն դեպքերում, երբ հիմքեր կան ենթադրելու բավարար ապացույցների ամբողջությունով, որ անձը կարող է մնալով ազատության մեջ կատարել նոր արարք, կամ անձը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը։ Այսինքն անձը մնալով ազատության մեջ խուսափի հետագա պատժի կրելուց։ Այս հիմքերի վերաբերյալ պետք է նախաքննության մարմինը դատարան գործը ներկայացնելուց, միջնորդությունը ներկայացնելուց առաջ
ունենա բավարար հիմքեր։ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը որոշումներից մեկում անդրադառնալով կալանքի հետ կապված հարցը արձանագրեց հետևյալ կարևոր հատկանիշները, որ Հայաստանի Հանրապետությունում պրակտիկա է արտատպել իրավանորմը, որը ես թվարկեցի, այդ իրավանորմը արտատպեն որոշման մեջ եւ ներկայացնեն դատարանին։ Այսինքն մեկ բարձաբանում մարդուն կալանավորելու կամ գրավով բաց թողնելու կամ ստորագրությամբ այդ տեղանքից չհեռանալու վճիռը կրկին կայացնում է դատարանը։ Ուրեմն անձի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը բացառապես դատարանի լիազորությունն է։ Իսկ գրավով ստորագրություն չհեռանալը հրամանատարության հսկողությանը եւ արդեն բացառությամբ նաեւ գրավի այն նվարույթն իրականացնող մարմնի, մասնավորապես նախաքննության մարմնի լիազորությունն է, եթե վարույթը գտնվում է նախաքննության փուլում։ Դատարանի միջամտության անհրաժեշտություն չկա։ Դատարանի միջամտության անհրաժեշտություն չկա, դատարանը այդտեղ пассив վերահսկողություն է իրականացնում, այսինքն այն իմաստով, որ եթե լինի համապատասխան դիմում կամ բողոք դատարանի նախաքննության մարմնի գործողությունը կամ անգործությունը վիճարկելու տեսակետից, դատարանը կարող է пассив այդ դեպքում ակտիվանալ եւ նրա գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնել։ Իսկ Հայաստանում հիմնականը ինչքան որ ես տեղյակ եմ, չգիտեմ, միգուցե սխալվում եմ, հիմնականում կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց։ Ինչով է սա բացատրվում։ Ես բացատրեմ նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում նախ սկսեմ նրանից, որ վճռաբեկ դատարանը ինչ արձանագրեց։ Ես կիսը թողեցի ասածը եւ ասեմ, որ վճռաբեկ դատարանը արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունում իր վճռի բովանդակությունից, ես ասեմ, որոշման բովանդակությունից եւ ոչ թե այդպեսին հենց արձանագրել է, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայում նախաքննության մարմինը, այնուհետև նաեւ դատարանը անձին կալանավորելիս բացառապես առանց պատճառաբանությամբ է հիմնականում կալանավորում։ Գրում է արտատպում է այն իրավանորմը, որը թույլատրում է, այսինքն միանգամից գրում է, որ անձը մնալով ազատության մեջ, հաշվի առնելով, որ նրա նախատեսած պատիժը, նրա կողմից կատարված արարքի նախատեսած պատիժը 1 տարուց ավելին է եւ այլն, նա կարող է կատարել նոր արարք, խոչընդոտել նախաքննությանը եւ այլն, կամ կատարել նոր անցագիր։ Այդ դեպքում ինչպիսի հիմնավորումներ են ներկայացնում, հասկանալի է։ Պրակտիկայում որևէ հիմնավորում չի ներկայացվում։ Պրակտիկայում, ես ասեմ 98%-ում որևէ հիմնավորում չի ներկայացվում, այն ընդհանրապես կես էջանոց հաստատում մի թղթի վրա ներկայացում է միջնորդություն, ընդհանրապես կցվում է մի որոշում, որով երևում է, որ անձի մեղադրանքի առաջադրվել տվյալ հոդվածով եւ ներկայացվում է օրինակ բարույթ ընդունելու մասին որոշում, որ ինքը այդ նախաքննությունն իրականացնող մարմինն է։ Լավ, եթե ոստիկանությունը նման կերպ է վարում, այդ դեպքում դատարանները ինչու են բավարարում ոստիկանության պահանջը մարդուն կալանավորելու։ Դատարանները այս իմաստով պետք է արձանագրենք, որ դեռևս ունեն խնդիրներ անջատվելու այդ մեխանիզմը։ Այսինքն դատարանը պետք է ամենածայրահեղ դեպքում անձի նկատմամբ ընտրի կալանք։ Օրինակ Այսինքն գործադիր իշխանություն եւ դատական իշխանություն այս բարակայում հստակ երևում է, որ տարանջատված չեն։ Այս դեպքում է հստակ երևում, թե ինչքան է կախված դատան։ Այսինքն դրվում է քաղաքական հարց իրավական հարցի փոխարեն։ Մեղմ ասած շանտաժի տարբերակը, որ նախաքննությունը ներկայացնելով հայտնում է, որ եթե դատարանը չընտրեց, ուրեմն անձը եթե փախավ, ունում է դատարան, ռիսկայնությունը դատարանի վրա եւ ամբողջ հանրապետությունով կառաջացնի խնդիր։ Ուրեմն պետք է արձանագրել, որ դատարանի խնդիրը չի, թե ով կփախնի ումից։ Դատարանի խնդիրն է, արդյոք իրավական բավարար հնարավորություն կա, թե չէ, անձին այդ պահին ազատությունից զրկելու համար։ Ազատությունը ի վերջո սահմանադրական իրավունք է եւ անձին ազատությունից զրկելու համար պետք է լինի այնպիսի ապացույցներ, այնպիսի հիմքեր, որ դատարանը այլևս դրա մասին չմտածի։ Ես մի ստատիկ տեղեկություն ներկայացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ գրավը եւ ամենաշատ կալանքի միջնորդությունը մերժումը եղել է Լոռու մարզում։ Ինչով է պայմանավորված։ Գրավ եւ կալանքի միջնորդություն, գրավի կիրառում եւ կալանքի միջնորդության մերժում։ Ուրեմն մարզեր կան, որ այդ մարզերում ընդհանրապես նման մերժում չի եղել տարիներով։ Բայց սա ինչով է բացատրվում։ Սա ես չեմ ուզում ազնվորել։ Ուղղակի ես ուզում եմ ցույց տամ, որ եթե մեկ մարզում հնարավոր է,
ուրեմն մնացած մարզերում է հնարավոր։ Օրինակ Շիրակի մարզում այն չնչին տոկոս է կազմում։ Ես չեմ ուզում այս բանին թվեր ներկայացնել։ Այսինքն հիմնականում բավարարում են մարդուն կալանավորելու։ Այո, ինչով է պայմանավորված սա։ Եթե ոստիկանության տրամաբանությունն է։ Տրամաբանությունը բացատրել։ Ինչու կալանք եւ ոչ մարդուն ազատ արձակել։ Բացատրել։ Եթե հիմնականում այսպես է լինում, եթե պետք է անձին մեղադրանք ներկայացվի, ասենք X հոդվածի առաջին մասով, պարտադիր մեղադրանք առաջադրում են երկրորդ մասով, այսինքն ծանր մասով, որ դատարանը կաշկանդված լինի, ուզած չուզած կալանք տա, կալանքի միջնորդությունը բավարարի։ Ինչին է սա պետք ոստիկանության կամ ինչին է պետք դա դատախազությանը։ Պետք է նրա համար, որպեսզի գործը դեպի առաջ գնա։ Երկու կարևոր նախապայման կա այստեղ ապահովելու։ Երբ որ մարդուն կալանավորում են, անձը այդ տվյալ անձը սկսում է պաշտպանության միջոցների ավելի արագ զարգացում ընտրել, այսինքն հնարավորին չափ միջոցներ ձեռնարկել արագ դուրս գալու։ Իսկ մենք Հայաստանում գիտենք, սա ֆինանսական միջոցների ներդրումն է։ Այսինքն կոռուպցիայի խթանիչ է հանդես գալիս մարդուն կալանավորելը։ Երկրորդը բացահայտման հարց։ Անձը ինչքան իր տեղը դեղես, այնքան արագ իր խնդիրը կդժվարացնես, ինքը կսկսի արդեն արագ ցուցմունքներ տալը այլ անձանց վրա եւ այլն, իր վրա արագ գործի բացահայտում ավելի արագանում է։ Եվ երրորդ կարևոր խնդիրը, որը արդեն դատարանում է, նախաքննությունը ավարտվում է դատարանում, արդեն դատարանը կաշկանդվում է անձի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։ Եթե սանկցիա է տվել կալանքի, հետեւաբար եթե սանկցիա է տվել կալանքի, հաջորդ հարցն է գալիս, եթե մենք արդարացնենք, ուրեմն անօրինական ենք ազատազրկի։ Անօրինական ենք կալանք ընտրել նախապայման միջոցը, ուրեմն մենք սխալվել ենք, ուրեմն պետությունը պետք է փոխհատուցի։ Այսինքն այսօր հեղինակության մասին մտածելով հեղինակազրկվում են։ Հեղինակության մասին չեն մտածում, մտածում են հետևյալ հարց. բյուջեից 1 դրամ հանելը յուրաքանչյուր պաշտոնատար անձի համար դառնում է խնդրեմ։ Այսինքն եթե ես ունեմ այս պահին փոխհատուցում ստանալու վերաբերյալ գործ ներկայացրած դատարան, անձը տարուկես 1 տարի 8 ամիս ներողություն 18 ամիս գտնվել է խափանան միջոցը ուրեմն խալանքի տակ եւ արդարացել է։ Այս անձը 18 ամիս զրկված է եղել բոլոր միջոցները ստանալու հնարավորությունից, իր համար իր ընտանիքը տանջվել է, ծախսեր է կատարել եւ այլն։ Փոխհատուցում է բան։ Ով պետք է փոխհատուցի։ Բնականաբար պետական բյուջեն։ Իսկ պետական բյուջեից այդ գումարները հանելը այդ մեղավոր պաշտոնատար անձիկ արդեն խնդիր են ունենում։ Բայց միևնույն ժամանակ ընտրում են տարբերակ, որ կաշկանդեն դատարանին, դատարանը կաշկանդված լինի այդ հարցով եւ իրենց համար ցանկալի որոշում ստանան, այսինքն դատավճիռ, որով պետք է անձին դատապարտել։ Այստեղ եթե այդպես ասենք, բարեփոխումը ոչ թե ոստիկանությունից պետք է սկսել այդ դատարաններից, որպեսզի դատարանները կայացնեն adekvat բյուջեներ։ Այստեղ պետք է սկսել նրանից, որ ուրեմն օրենսդրության մեջ հստակեցվի, որ արգելվի որոշ դեպքերում դատարան ներկայացնել ընդհանրապես միջնորդություն խափանման միջոցը կալանք ընտրելու։ Դա լինի ծայրահեղ դեպքում։ Այստեղ ուրիշ խնդիրներ են մենք ունենում ենք։ Հիմա կոնկրետ քաղաքացու աչքերով նայենք խնդրին։ Եթե իրենք ձերբակալել են կամ բերման են ենթարկել եւ միջնորդություն են ներկայացնում կալանք ոստիկանությունը միջնորդություն ներկայացնում է կալանք ընտրելու վերաբերյալ։ Քաղաքացին այստեղ ինչ իրավունքներ ունի, ինքը կարող է հակընդդեմ մայթով դիմել, ինքը քաղաքացին ունի այստեղ մի շատ նուրբ կետ կա, որը չի կիրառվում հիմնականում։ Առաջինն ասեմ, այն ինչ որ փորձում են միշտ անել, դա մեր փաստաբանները իրավացիորեն փորձում են գրավի միջնորդություն ներկայացնեն, գրավ ընտրեն, գրավի տարբերակ ստանանք դատարանից, որպեսզի դատարանը այդ պահին որոշակի միջոցների հաշվին անձին բաց թողնի։ Այսինքն անձը վճարի դեպոզիտ հաշվին համապատասխան գումար, ինչ դատարանը կորոշի, ասենք 500,000, 1 միլիոն դրամ եւ այլն, որոշի, որ դրա հաշվին անձի ազատությունը կոնկրետ գործողությունները սահմանափակի դրանով պայմանավորված։ Բայց տեսեք, գրավը ընտրում են այն դեպքում, եթե այն միջոցները, որը ես թվարկեցի, դրանցից այդ նախապայմանները նույնպես բացակայում են։ Այսինքն դատարանը գրավ կընտրի, եթե անձը չի խոչընդոտի նախաքննությանը, չի փախնի երաշխավորած այդ գումարով
եւ նոր հանցանք չի կատարի։ Այսինքն այդ 3-ի պայմանների արկայության դեպքում դատարանը կարող է մերժել միջնորդությունը կամ բավարարել եւ ընտրել գրավ, որտեղ ինքը գրավ այլընտրանքային խափանման միջոց է։ Մենք պետք է ունենանք կալանք, ընտրված եւ գրավ։ Հասկանալի։ Ինքը այլընտրանքային է, փոխարինող է նրան։ Ինքը չի կարող մերժել միջնորդությունը եւ կիրառել գրավ։ Ինքը բավարարում է միջնորդությունը եւ փոխարինում է գրավով։ Բայց մենք մի միջոցեր ունենք, որ ես փորձեմ ներկայացնել եւ այն բավարարել։ Քանի որ այն պատիժ չէ, իսկ մեր մոտ դա դիտարկվում է որպես պատիժ, անդին խափանման միջոց ընտրում են կալանք, ազատությունից զրկում են, նա արդեն ազատազրկված է եւ այլն եւ այլն։ Այստեղ կա հետեւյալ նորմա դատավարության, որ անդին եթե ազատազրկում են խափանման միջոցով կալանք են ընտրում, պետությունը պետք է դեռնամուխ լինի նրա անչափահաս երեխաներին կամ նրա խնամքի տակ մնացած մարդկանց ապահովելու որոշակի միջոցներով։ Այսինքն պետության պարտականություն։ Պետության պարտականություն։ Ես չգիտեմ նման դեպքեր եղած։ Դա քիչ մարդիկ գիտեն, որովհետև մենք հաճախ չենք նայում դատավարությունը այդ մասով, բայց այսպիսի նորմ կա, որ պետությունը պետք է ապահովի, եթե նման միջնորդություն կա։ Ես միջնորդության դեպքում թե դա պարտադիր պայման է իրական, այսինքն ապացույցները ներկայացում, որ տվյալ անձի խնամքին կան անչափահաս երեխաներ կամ կան այնպիսի մարդիկ, որոնք խնամքի կարիք են զգում եւ նրա խնամակալներն են, խնամարկյալներն են, այդ դեպքում պետքա պետությունը միջոցներ ձեռնարկի, նրա ազատությունից զրկելու ժամանակ, ազատությունից զրկված տևական ժամանակը ապահովել նրանց որոշակի միջոցներով։ Սա լավագույն տարբերակ է ընտրելու։ Բայց բավարարում են։ Որը էլի պետական բյուջեից պետք է ապահովի։ Ես չունեմ այդպիսի դեպք, որ բավարարված լինի, չունեմ այդպիսի դեպք, որ ես միջնորդած լինեմ։ Բավականին երկար ժամանակ է ես չեմ ունեցել խափանման միջոց։ Այսինքն ինչու՞ չի միջնորդվում, դա ձեռնտու չէ։ Ես չեմ ունեցել այս պահին, չունեմ, չեմ ունեցել անցած 1 տարվա ընթացքում մարդ, որը ընտրվել է խափանման միջոց կալանավորում եւ ունեցել է խնամքի տակ երեխա։ Չեմ ունեցել, ուղղակի այդ պրակտիկայում չեմ ունեցել, բայց չեմ լսել, որ այդպիսի գործողություններ կատարվեն, բայց դատավարությունում այդպիսի նորմ կա եւ կարելի է այդ նորմը օգտագործել այս դեպքում, բայց ասեմ, որ նաեւ փոփոխություն է կատարում Հայաստանի Հանրապետություն օրենսգիրքում, քրեական նոր դատավարական օրենսգիրք է ընդունվելու, բավականին կան դրական փոփոխություններ, որ նաեւ խափանման միջոցներին պետք է անդրադառնալ։ Այստեղ նաև ունենք մի կարևոր մինչև դրան անդրադառնալը ինձ հետաքրքրում է օրինակ քաղաքացիներն են նաև օրինակ Սամվել Մարտիրոսյան հարց է տալիս թե ինչքան ժամանակ կարող են կալանքը կիրառել, կալանք ինչքան երկար կարող է տևել 1 տարի, 2 տարի, 5 տարի։ Կալանքը որպես խափանման միջոց կարող է լինել 2 ամիս ժամանակով, երկարացվել մինչև 1 տարի։ 1 տարի 2 ամիս։ 2 ամսով կարող է, 2 ամսով է լինում, պրակտիկայում 2 ամիս նաև դատարանը բավարարում է, շատ քիչ դեպքերում պակաս, բայց կարող է այն երկարացվել մինչև 1 տարի։ Բայց երբ մտավ գործը դատարան, արդեն դատավորը վարույթ ընդունեց տվյալ քրեական գործը եւ խափանման միջոցի հարցը այդ պահին ինքը նաև քննարկեց, պրակտիկայում պետք է նույն ընթացակարգով, դա օրենսդրությամբ պետք է նույն ընթացակարգով քննարկի, այսինքն հավաքի կողմերին քննարկեն, արդյոք անհրաժեշտություն կա, անհրաժեշտություն չկա, բոլոր պայմանները կան, թե չկան։ Պրակտիկայում ասենք անդին ազատազրկել է նրա համար, կալանել է նրա համար, որ նախաքննությունը չխոչընդոտի, բայց դատարան է գալիս նախաքննությունն ավարտված, նորից նույն հիմքով մեխանիկորեն երկարացվում է կալանքը, ինչը անթույլատրելի է, պետք է յուրաքանչյուր դեպքում։ Այսինքն դրանից հետո պետք է մարդ ազատ արձակվի, եթե դա 1 տարին անցել է, դատարանը երբ ընդունեց վարույթ գործը, որոշում է կայացնում վարույթ ընդունելու մասին, դրա հետ միաժամանակ որոշում է կայացնում խափանման միջոցի հարցը լուծելու։ Անձը խափանման միջոց կալանքի տակ է, որպես կանոն իմ իմացած բոլոր դեպքերով ընտրում են մեխանիկորեն խափանման միջոց կալանավորում շարունակելու, երկարացնելու մասին, ընտրելու մասին։ Բայց եվրոպական պրակտիկայով, եվրոպական դատարանի կողմից սահմանված պրակտիկայով, եվրոպական դատարանն ասում է որոշակի ժամանակ առ ժամանակ պետք է վերանայվի կալանքի հիմքերը։ Լավ, եթե բոլոր ապօրինները հավաքված են, մարդը չի խոչընդոտում, գործի մեջ են, դա ինչ անելու այդ մարդն է։ Հասկանալի։
Ոչնդոտելու, կամ ասում են, ասենք հիմքերին մեկը ներկայացնում են, ասում կարող է նոր արարք կատարել։ Բայց նախկինում որևէ անգամ դատապարտված չէ։ Յուրաքանչյուրը հնարավորություն ունի պոտենցիալ Պոտենցիալ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ, քայլող, շարժվող եղել, նրանք հնարավորություն կա պոտենցիալ, նրանք ասենք կարող են կատարել արարք, այսինքն դա չի նշանակում որ բոլորին պետք է ազատազրկեն ասել, որ ինքը արարք չկատարի։ Բարձր։ Եվ գրավի չափի հետ կապված եւ գրավի չափի adekvatության հետ կապված։ Գրավի չափը ինչպես է սահմանվում ըստ հանցագործության աստիճանի, թե ասենք կամայականության սկզբունքով։ Օրենսդրությամբ սահմանված կարգով գրավը ընտրվում է հանցագործությունների ոչ բոլոր դեպքերում ըստ օրենսդրության։ Չի ընտրում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերում գրավը, բայց վճռաբեկ դատարանը սահմանած եվրոպական դատարանի որոշմանը վկայակոչելով բոլոր դեպքերում գրավը թույլատրելի։ Նույնիսկ շատ ծանր հանցագործություն։ Առավելագույն պատիժ սահմանող, ասենք նույնիսկ անձի դեպքում գրավը թույլատրելի է։ Եվ եվրոպական դատարանի սահմանված պրակտիկայի, նախադեպային պրակտիկայից եվրոպական դատարանն ասում է, որ գրավը պետք է այն չափի սահմանել, որ երկու պայման ապահովի։ Եվ առաջին երաշխիք լինի, որ անձը չի թաքնվի քննությունից, այսինքն դա իրեն զսպող միջոց լինի եւ հնարավորություն լինի, որ այդ վճարի։ Այսինքն երկուսը պետք է միաժամանակ ապահովի։ Դատարանը պետք է քննարկի եւ նյութական միջոցները եւ մյուս հարցերը եւ ընտրի, ասենք եթե մի մարդու, որ ընդամենը աշխատավարձ ստանում է մեր պետությունում 60,000 դրամ, նրա համար ընտրես 1 միլիոն դրամ գրավ, բնականաբար չի կարող վճարել, կամ 1 միլիոն ասենք եւ կարող են այսինքն եթե անձը չվճարի կմնա անազատության մեջ եւ այդ դեպքում կարող է դատարանի հետ վիճարկել ասենք կալանքի չափերը։ Ես անցնեմ վիճարկելու հարցը եւ դատարանը կայացրեց որոշում խափանման միջոցի վերաբերյալ կալանք կամ գրավ երկու կողմն էլ եւ մեղադրող կողմը եւ պաշտպանական կողմը իրավունք ունեն այն բողոքարկելու 10-օրյա ժամկետ է նախատեսում օրենսդիրը, որ այն բողոքարկվի վերաքննության կարգով։ Վերաքննիչ դատարանը նայում է վերաքննիչ բողոքը, կայացած որոշումը կողմերին հնավիրելով։ Միայն չի մասնակցում ում նկատմամբ կիրառվել։ Նայում են եւ որոշում են, ճիշտ է ընտրել խափանման միջոց, ճիշտ է կալանավորվել, թե ճիշտ չի կալանավորվել, հնարավոր էր գրավ կիրառվել, թե հնարավոր չէ գրավ կիրառվել, բայց ես ասեմ, որ վերաքննիչ դատարանը Հայաստանի Հանրապետության պրակտիկայում շատ քիչ դեպքերում է, որ փոխում է այդ որոշումները։ Շատ քիչ։ Ես ունեցել եմ ընդամենը երկու դեպք։ Ես ունեցել եմ պրակտիկայում, եթե ստորադաս դատարանն ընտրեց գրավ, թողնում են նույնը, ընտրեց կալանք, թողնում են նույնը։ Այսինքն այս տեսակետից վերաքննիչ դատարանը, նաև քրեական գործերով վերաքննիչ դատարանը իր դերը ծայրահեղ խիստ նվազեցրել է իր գործողություններով։ Ինքը դերակատարում չունի հիմնական։ Բարձր։ Այսինքն հիմա պրակտիկայի ոչ թե օրենսդրության։ Բարձր, փորձենք ամփոփել այս հատվածը կալանքի գրավի կամ ստորագրությամբ ազատ արձակելու մասով քաղաքացին, որին բերման են ենթարկել կամ ձերբակալել են, ինչ իրավունքներ ունի, ասենք ինչ կարող է անել, որպեսզի ասենք խուսափի կալանքից կամ, չգիտեմ, նպաստավոր պայմաններում հայտնվի։ Ուրեմն անձին եթե ենթարկել են բերման, պետք է անձը ճշտի իր կարգավիճակ առաջին հերթին։ Այսինքն դա առաջին քայլն է, որը պետք է կատարի։ Առաջին քայլը, որը պետք է կատարի։ Ինչի համար են իրեն բերման ենթարկել, ինքը ինչ արարք է կատարել, ինչի համար են ինքը հայտնվել ոստիկանության դռնից դեպի ներս։ Եվ իմ խորհուրդն է, որ այդ պահին ինքը ունենա նաև իրավական օգնություն, փաստաբանի ծառայություններից օգտվի։ Ոստիկանությունը պարտավոր է իրեն ասել, թե ինչ կարգավիճակում է։ Երբ անձը հայտնվեց ոստիկանությունում, եթե ինքը որոշակի արարք կատարելու մեջ մեղադրվում է, նույնիսկ եթե մեղադրանք չի առաջադրվել, եվրոպական դատարանի պրակտիկան վճռաբեկ դատարանը կիրառելով օրինակ Նորիկ Պողոսյանի գործով վկայակոչելով եվրոպական դատական ակտերին, վճռաբեկ դատարանը սահմանեց, որ եթե անձին նույնիսկ
կարգավիճակ դերևս չունեցող։ Սկսում են հարցեր տալ իրեն մերկացնող արարք կատարելու մեջ, այսինքն դու կատարել ես արդյոք կամ գտնվել ես արդյոք այս ժամանակ, ես չգիտեմ, որ տանը, որ մասում կամ այս հաղամասում։ Նրան մինչ այդ հարց տալը պետք է բացատրել նրա իրավունքները։ Որ դու իրավունք ունես լռելու, քո դեմ ցուցմունք չտալու, հարազատի դեմ ցուցմունք չտալու, պաշտպանության իրավունք եւ այլն։ Այս բոլորը պետք է բացատրվի։ Սրանք չբացատրելու դեպքում նրանից կորզած ցանկացած տեղեկություն դիտվում է անթույլատրելի։ Ցանկացած տեղեկություն, բացատրություն, ցուցմունքներ եւ այլն։ Դատարանը կարող է անօրինական ճանաչել այդ։ Դատարանը կարող է այն օգտագործման համար անթույլատրելի ճանաչել։ Այսինքն գտնի, որ այն ապացույց չի հանդիսանում։ Գյումրու մարզի ընդհանուր իրավասության դատարանում եղել են գործեր, որ հենց այդ հիմքով դատարանը ճանաչել է անթույլատրելի ապացույց, օգտագործման համար անթույլատրելի եւ հանել է ապացույցների շարքից, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի դատական ակտը այդ մասին։ Եվ անձին այդ պահին, նույնիսկ եթե ինքը իրեն ասում են, որ դու վկա ես, անձին իրավունք ունի այդ դեպքում ունենալու փաստաբան։ Խորհուրդ տամ, որ ինքը անպայման օգտվի։ Նույնիսկ վկայի դեպքում։ Վկայի դեպքում օրենսդրը թույլատրել է, որ անձը ունենա փաստաբան, ոչ թե պաշտպան, այլ փաստաբան։ Իսկ կողքին գտնվի մարդ, որ իրավական օգնություն ցույց կտա իրեն։ Քաղաքացին քանի վարքավիճակով կարող է գտնվել ոստիկանություն։ Ըստ օրենսդրության քաղաքացին կարող է ոստիկանությունում հայտնվել կամ վկայի կարգավիճակով, կամ մեղադրվողի է, կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ, դատարանում արդեն, կամ տուժողի։ Եթե ինքը չի քննում գործը, այսինքն եթե ինքը պաշտոնատար անձը չէ, որը գործը քննում է, կարող է միայն այդ կարգավիճակներով, որոշակի կարգավիճակներով հայտնել, կամ քաղաքացիական հայց, որ այսինքն այն կարգավիճակները, որը դատավարությունը նախատեսում է։ Հենց այնպես մարդը չի կարող հայտնվել ոստիկանությունը։ Պատահական, ընդհանրապես զրույցի կամ չգիտեմ պետի հետ մեր օպերատիվ ծառայություն իրականացնողները օպերատիվ ծառայություն մի անգամ դեպք եղավ, երբ ես ինձ հրավիրել էին մարդ, որը ցանկանում է իրավական օգնություն ստանալ, ես գնացի, փնտրում էի, հարցրեցի տվյալ անձը այստեղ թե ոչ, ասացին այո, բայց մենք օպերատիվ հարցաքննում ենք։ Օրենսդրությունը նման բան չի նախատեսում, օպերատիվ հարցաքննություն նշանակում օպերատիվ հարցաքննություն։ Կա այդպիսի հասկացություն։ Այդ հասկացությունը իրենց հնարած աշխատանքային ձևն է, օպերատիվ հարցաքննություն որպես այդպիսին գոյություն չունի։ Այսինքն փաստաբանի ներկայությամբ պետք է հարցաքննվի։ Իրենք օպերատիվ աշխատանքի ժամանակ ցանկացած միջոց, որոնք օրենսդրությամբ թույլատրել են, կարող են կատարել։ Այդ թվում նաև, ասենք, դատարան թույլատրությամբ արտաքին դիտում, ներքին դիտում, ասենք, տեղադրեն խցիկներ եւ դիտարկեն։ Ունենան համապատասխան միջոցներով անձին հետևեն։ Դրանք օպերատիվ աշխատանք են։ Լսումներ լսեն, դատարան թույլտվությամբ նրանից տեղեկությունները լսեն, հեռախոսային զրույցը, բայց անձին հրավիրեն ոստիկանություն եւ նրա հետ առանձին խոսեն, անուն դնեն օպերատիվ հարցաքննություն, այդպիսի հասկացություն չկա։ Դա չի կարող դրվել ապացույց։ Այն բոլոր գործողությունները, ինչ կատարվում է մարդու հետ ոստիկանությունում, այն պետք է հայտնվի գործում։ Այսինքն իրավունքների տեսակետից շատ դեպքերում նաև քաղաքացին իր անտեղյակության պատճառով զոհ է դառնում ոստիկանության, այսպես ասած, կամայականություններին։ Այստեղ եթե մարդու տեղեկացվածությունը բարձր է լինում, այդ դեպքում ոստիկանությունը տեղի տալիս է։ Բնական ինչքան մարդը պահանջում է իրավունքներ։ Մարդը ինչքան ինֆորմացված է լինում, տեղեկացված է լինում իր իրավունքների մասին, բնականաբար արդեն իր իրավունքները պաշտպանության ժամանակ ոստիկանությունը կաշկանդված է այդ մարդու գիտելիքներով, տեղեկությունով։ Այսինքն ոստիկանությունը բնականաբար հաշվի է նստում այդ մարդու գիտելիքների, իրավական նաև գիտելիքների հետ, նրա զարգացվածության հետ եւ adekvat են վերաբերվում։ Այնպես չի, որ ասենք եթե մարդը իր իրավունքները գիտի, իրենք փորձեն, ասենք, խափեն եւ ստորագրել տան այնպիսի փաստաթղթի տակ, որը հետագայում ինքը խնդիր կունենա։ Այսինքն մարդուն հրավիրում են, այսինքն այնպես չէ, որ կամայականություն է, որպես օրինակ խափելու, որ ես ասացի, որպեսի ոստիկանները չվիրավորվեն, ես ասեմ, որպես օրինակ մշտապես կատարվող գործողություն է։ Անձին հրավիրում են ոստիկանություն, անձը իր մեքենայով իր նախաձեռնությամբ գալիս է ոստիկանություն, նրանց ստորագրել են տալիս, որ դու փաստաթուղթ որով երում, որ այդ մարդուն բերման են ենթարկել։ Սա ինչի համար է։
Թե բերում որ ստատիստիկայում ապահովում է որ այսքան մարդ այս տարում բերման են ենթարկել։ Բարձր։ Ավարտենք այս բլոկ, այդպես ասած, եւ անդրադառնանք հաջորդ խնդրին, որը Հայաստանում կարծում եմ, որ շատ մասսայական բնույթ է կրում, խոսքը աշխատանքային իրավունքի պահպանմանն է վերաբերվում, շատ դեպքերում աշխատանքային իրավունքները աշխատողների խախտվում են թե հենց աշխատողների պատճառով, թե հենց գործատուների պատճառով, որովհետև այստեղ կարծես նաև սոցիալ-տնտեսական պայմաններից դուրս գալով ոչ միշտ է որ օրենքի սահմաններում են գործում գործատուն եւ աշխատողը։ Այստեղ հարցեր կան թե որ դեպքերում է օրինակ կնքվում աշխատանքային պայմանագիրը եւ աշխատանքային պայմանագիրը ինչ կարող է իր մեջ ներառել։ Ինչպիսի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը պայմանավորվածություն է գործատուի, այսինքն տվյալ գործը առաջարկողի, գործը եւ աշխատողի միջեւ։ Այն կարգավորվում է առաջին հերթին աշխատանքային օրենսգիրքով։ Աշխատանքային օրենսգիրքը բոլոր դեպքերում, առանց բացառության բոլոր դեպքերում նախատեսում է աշխատանքային պայմանագիր, եթե անձը գործատուի մոտ աշխատում է։ Առանց պայմանագրի չկա աշխատանքային հարաբերություն։ Ասեն բանավոր պայմանավորված։ Եթե այն վճարովի ծառայություն է, եթե գոյություն ունի աշխատանքի երկու ձև։ Կա առանց աշխատանքի ընդունվելու անձը ծառայություն է մատուցում վճարովի իր միջոցներով որոշակի ծառայություն իրականացնում։ Ասենք դուք եթե հրավիրեք այստեղ որոշակի վերանորոգական աշխատանքներ կատարելու կամ էլեկտրո ցանցի հետ կապված ներքին ցանցի հետ կապված խնդիր ինքը վերանորոգի կամ ասենք տեխնիկա վերանորոգի նա պարտադիր չի աշխատանքի ընդունել, սակայն պայմանագրի ինքը համարվի ասենք չափ համարապակ պատասխանատվության ընկերության աշխատողը, բայց ինքը կարող է վճարովի ծառայություններ մատուցել եւ նորից պայմանագրի ուժով։ Իսկ եթե բանավոր պայմանավորվածություն գոյություն չունի, աշխատանքային իրավահարաբերություններում չկան բանավոր իրավահարաբերություն։ Բոլորը սահմանված են, պետք է սահմանված լինեն գրավում։ Ընդ որում աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է որոշակի պարտադիր նորմեր, որոնք սահմանված լինեն աշխատանքային պայմանագրերում։ Դրանք շատ են, ես չթվարկեմ, որոնցից օրինակ ամենաերականները, որոնք աշխատողին կարող են պաշտպանել, հիմնականում աշխատավարձի հետ է կապված, որովհետև նշվում է, որ աշխատավարձը քիչ են վճարում, շատ է գրված։ Աշխատավարձը պարտադիր պայման է, աշխատավարձը պարտադիր պայմաններից մեկն է, որպեսզի սահմանվի, ընդ որում պարտադիր պայմանագրում պետք է գրվի, թե աշխատավարձը ժամանակին չվճարելու դեպքում ինչ հետևանքներ կարող է ունենալ, մասնավորապես սահմանվի այն տուժի չափը տոկոսի առումով, որով քաղաքացին պետք է վճարվի, եթե աշխատավարձը ուշան։ Ընդ որում վարչական Այսինքն ուշացնելու պարագայում օրինակ մի խումբ աշխատակիցներ դիմել են խնդրելով, որ չեն ուզում ներկայանալ ոչ հիմնարկությունը, ոչ իրենք անձամբ ինչ-ինչ պատճառներից դուրս գալով իրենց մոտավորապես աշխատավարձ չի վճարվել 3 ամիս։ Հիմա իրենք ինչ իրավունքներ ունեն եւ ինչ կարող են անել, այսինքն կարող է գործատուն ասել, որ հիմնավոր է, որ 3 ամիս չի վճարել այս պատճառներով ու ազատվել տուգանքներից եւ որևէ պատասխանատվություն չկրել։ Երկու պատասխանատվություն կա աշխատավարձ չվճարելու համար։ Մեկը պետք է պայմանագրով սահմանված լինի տուժի չափ, այն չափը, որ ենթադրենք, օրենսդրությամբ սահմանված է, որ աշխատավարձը վճարվում է յուրաքանչյուր ամսվա մինչև ամսի հաջորդող ամսվա 15-ը ամենավերջ, ամենասահմանային կետն է, վերջի օրն է 15-ը եւ օրենսդրությունը նախատեսում է, որ պետք է պայմանագրում ներառի այն տոկոսի չափը, պետք է սահմանվի տոկոս, տուժի չափ, որ ուշացնելու դեպքում ինչքան տուժ պետք է աշխատի օգուտ քաղաքացու, օգուտ աշխատող։ Եվ երկրորդ պատասխանատվությունը պետության նկատմամբ ունեցած պատասխանատվությունը դա վարչական պատասխանատվություն է, եթե անձի աշխատավարձը ուշացնում են, վարչական պատասխանատվություն է վրա հասնում, կարող են դա կիրառողը աշխատանքի պետական տեսչությունը տնօրենի նկատմամբ սահմանվում է անձնական տուժ, անձի, ֆիզիկական անձի նկատմամբ սահմանվում է տուժի միջոց, տուժ, չվճարված աշխատավարձի որոշակի տոկոսն, ես չեմ հիշում, քանի տոկոս էր, այսինքն նման հայցով դատարան մտնելու դեպքում
կարող են հայցով պատասխանատվություն չի առաջացնում, հայցով կարող է դատարանը բռնագանձել աշխատավարձից այդ գումարի չափը հօգուտ ուրեմն քաղաքացու։ Ես ասացի պատասխանատվությամբ, որպես այս պայմանական ընդհանուր առմամբ, եթե մարդու աշխատավարձը քաղաքացին կարող է դիմել դատարան, իր աշխատավարձը բռնագանձելու պահանջով եւ դատարանը սահմանի, որ դու կազմակերպություն կամ անհատ ձեռներդ պարտադիր պետք է վճարես այսքան աշխատավարձ։ Բարձր։ Եվ աշխատանքի իսկ աշխատավարձի չափի սխալ ներառելը կարող է առաջացնել երկու նորից պատասխանատվություն եւ անձի նկատմամբ, որ սահմանվի, որ այսքան աշխատավարձ է ստանում, բայց պակաս է գրված կամ ավել է գրած չեն վճարում անձի նկատմամբ եւ պետության նկատմամբ, բացի այդ կարող է առաջանալ սոցիալական պարտադիր վճարներից խուսափելու, եկամտահարկից վճարելու խուսափելու եւ տվյալ կազմակերպության, ինչպես նաեւ պատասխանատու անձին ենթարկեն հարկային եւ վարչական պատասխանատվություն։ Շնորհակալություն, մենք արդեն աստիճանաբար մոտեցանք ավարտին, թերևս մեկ հարց թեմայից դուրս, այս երկու թեմաներից դուրս, կրկին կարծաժառանգությանն է վերաբերվում, բայց քաղաքացին շատ է խնդրել, որ այս հարցը ընտրեցնեմ, ինքը նշում է, որ տնային գրքույկում գրանցված են հարսը, տղան եւ ինքը, հիմա ասում է իմ մայից հետո տունը ում կանցնի, ինձ ասել են, որ ընդհանրենք կարող է անցնել պետությանը։ Դա հնարավոր է թե չէ։ Սեփականության իր հետ սեփականատեր լինելու նախապայմանը, այսինքն անձի այն նախապայմանը, որ ինքը սեփականատեր ունենա իր հետ, այդ նախապայման չի ժառանգությունը փոխանցելու։ Անձի ժառանգությունը փոխանցվում է իրեն մահից հետո նրա ժառանգներին կամ ժառանգներից մեկին, 4 հերթի ժառանգներից մեկին կարող է փոխանցվել կամ առաջի հերթի ժառանգներին որևիցե մեկին։ Նայած ով ընդունի ժառանգությունը կամ նայած ինքը ում կտակի իր ունեցվածքը։ Սա է պարտադիր պայման, թե այս տունը, եթե կան այլ սեփականատերեր, ինքը մենակ իր մասը կարող է, միայն իր մասը կարող է փոխանցել ժառանգության ինստիտուտի ուժով այլ անձի։ Մնացածի մասը չի կարող ինքը։ Բարձր։ Շնորհակալություն, մեր ժամանակը սպառվեց, հարգելի հեռուստատիտողներ, հիշեցնեմ, որ եթերում իրավաբանական կլինիկաներ, իսկ մեր հյուրն էր փաստաբան Կարեն Թումանյանց, տեսություն եւ ամենայն բարիք։